Հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, վերջին օրերին լսում եմ քննադատություններ իմ գործունեության հետ կապված, որ Արցախի պետնախարարը բլոգերություն է անում։ Գիտեք, ամենահեշտ տարբերակն է նստել այստեղ եւ մեր հայրենակիցներին ասել, որ ձեր հարցերի պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է։ Բայց ինքս հակված եմ նրան, որ պետական պաշտոնյան պետք է կոշիկ մաշեցնի իր ժողովրդի մեջ ամենօրյա ռեժիմով տեղեկանալով ինչպիսի խնդիրների են բախվում մեր հայրենակիցները։ Եվ եթե մեկ տեսանյութ հրապարակելով թեթևանում է մեկ ընտանիքի հոգսեր, ապա ես պատրաստ եմ դրան։ Իսկ այժմ անելիքների մասին։ Ինչպես գիտեք, Արցախ բանկի ակտիվների 43%-ը պատկանում է ներդրումային հիմնադրամին, շուրջ 25 միլիարդ դրամի մասին է խոսքը։ Արցախցիների ամենամեծ խնդիրը եղել եւ կա դա բնակապահովման ծրագիրն է։ Ձեր մոտ հարց չի առաջանում, ինչու Արցախ բանկը չմիացավ այդ ծրագրին։ Միանշանակ Արցախ բանկը կարող էր միանալ, որոշակի արտոնություններ սահմանել մեր հայրենակիցների համար, զոհվածների ընտանիքների համար, բազմազավակ ընտանիքների, պայթունի զոհվածների, փոքր կազմ ունեցող ընտանիքների համար, բայց Արցախ բանկը չգնաց այդ քայլին։ Բալայան Արտակը խոսում է բարոյական արժեքների մասին։ Մի մարդ, որ երբևիցե մեկ ներդրում չունեցել մեր պետականության համար։ Սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթունից հետո մեր հայրենակիցներին ուղղաթիռներով տեղափոխում էին Հայաստան։ Բալայան Արտակը օգտագործելով իր կապերը իր հարազատներին այդ ուղղաթիռներով տեղափոխել է Հայաստան։ Չէ՞ որ նրանց փոխարեն կարող էին լինել վիրավոր անձիկ, ովքեր տեղափոխվելով այստեղ միգուցե եւ փրկվեին։ Սա խոսում է այդ մարդու արժի համակարգի մասին։ Առաջիկա օրերին ես սպասելու եմ ձեր արձագանքներին եւ եթե լինի հանրային պահանջ, ապա մենք կորոշենք օրը եւ ժամը եւ միասին կգնանք մեր հարցերի պատասխանները ստանալու Բալայան Արտակից։ Սպասում եմ ձեր արձագանքներին։